Պարոն Բաբայան, քանի որ մեղադրող կողմը որոշեց, որ չի պետք է տեսանակարարվի, խնդրում եմ ընդհանուր գծերով առաջին նիստին, ինչ ունենք։ Դե հարցաքննվեց մի վկան ամբողջությամբ, երկրորդ վկայի հարցաքննությունը սկսեցինք, բայց չավարտեցինք։ Ինչ ունենք, որ առաջի վկան իր ցուցմունքով պնդեց, որ Խաչիկ Գալստյանն ու Արամ Քոչարյանը որևէ հանցավոր չեն արել։ Հիմա երկրորդ վկան ինչ կասի կտեսնենք։ Ինչ է ցույց տալիս ընդհանրապես այս վկաների հարցաքննության փուլը, դուք ինչ եք կարծում, արդյոք ճնշումներ են եղել նրանց վրա, չեն եղել։ Ես գիտեք, հաշվի առնելով, որ ես երկրորդ վկան դեռ պիտի ցուցմունք տա, ընդ որում նախաքննական ցուցմունքը, եթե դատականիստին եք դուք հետևեցիք ինչ կատարվեց, նաև հրաժարվեց ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց, եւ ես միջնորդեցի, որ տեսագրությունը անպայման դիտենք հարցաքննության, այնտեղ կան հանգամանքներ ճնշման մթնոլորտի հետ կապված, որը ինձ համար գոնե տեսանելի է հարցաքննության տեսագրության մեջ եւ դրանով պայմանավորված միջնորդությունս կբավարարվի, կդիտենք հարցաքննությունը, որից հետո գնահատականները արդեն դատարանում կտանք։ Հիմա չեմ ուզում նախապես ասել, որպեսզի հակառակորդ կողմը դրանից չօգտվի։